Պարուհի Սոֆի Դևոյանը իր ամենատարբեր հարցազրույցներում բացի գործնական թեմաներից անդրադառնում է նաև ընտանեկան, ինչու չէ նաև անձնական կյանքին։ Ներկայացնում ենք այդ հարցազրույցներից մեկից մի հատված։ Յուրաքանչյուր մարդ պարտադիր պետք է զբաղվի այն գործով, որը սիրում է։ Դա մեծ օգուտ կլինի իր երկրի ու պետության համար։ Պետք է զբաղվես այն գործով, որի նվիրյալն ես, ու երևի դա է փրկությունը։ Որդուս կնոջը զառը չկային, երեխայիս պես սիրում եմ, իմ աղջիկն է։ Երկար տարիներ իրար հետ ենք ապրում ու երևի երկուսս էլ հասկացել ենք ինչպես պիտի մարդիկ ընտանիքում ապրեն, որ համերաշխություն լինի, սեր լինի։ Չեմ հիշում, որ մեր տանը վեճ լինի, չեմ պատկերացնում այդպիսի բան։ Երբ որդիս ամուսնացավ, Մարտիրոսի հետ տեղափոխվեցինք պտղնիի մեր տունը, բայց Զարուհին ասաց՝ միասին կապրենք։ Դա նրա ցանկությունն էր, որովհետև շատ մեծ տուն էր եւ մենք հասկանում էինք, որ իրար չենք խանգարելու, ընդհակառակը կօգնենք միայն։ Նա խելացի աղջիկ է, շատ ճիշտ մոտեցավ հարցին։ Երբ ես տանն եմ, չեմ թողնում զառը չկան ոչինչ անի, նրան միշտ ասում եմ՝ ես կանեմ, քանի դեռ կամ ինչքան հնարավոր է կօգնեմ։ Իհարկե, ի սկզբանե մեծը պիտի խելացի լինի ու միանգամից հասկացնի երիտասարդին, որ դա իր տունն է ու ինքն այդտեղ կարող է անել ամեն ինչ, ինչ ուզում է։ Դրա համար մենք նաև ընկերուհիներ ենք։ Իհարկե բաներ կային, որ ես պիտի լուր տանեի, բաներ կային, որ Զառան կարողացավ ճիշտ մոտեցում ցուցաբերել, երբ ես գուցե ճիշտ չէի։ Հիշում եմ, մենք ուղղակի մի օր նստեցինք ու ասացինք՝ եթե ինչ-որ բան լինի չհասկանանք, արի իրար ասենք։ Ու դա եղավ մեր առաջին ու վերջին խոսակցությունը։ Հասկացանք, որ լավ ապրելու ամենաճիշտ տարբերակն է, երբ դու քո մեջ ոչինչ չես պահում։ Խոսելով Լուիզա Ղամբարյանի մասին, Սոֆի Դևոյանը ասել էր. հեշտությամբ եկանք այդ հարաբերություններին, ես եմ նույնիսկ նրան առաջարկել, ասել եմ՝ Լուիզա ջան, ամուսնացեք, երեխա կունենաք, սիրում եք իրար։ Դուք գիտեք, մենք ինչ լավ ընկերություն ենք անում նաև մեր ընտանիքներով։ Ցավոք, Գյորգի Կիմիչն այդպես շուտ գնաց կյանքից, բայց մենք Լուիզան ու իր աղջիկը Գաբին մինչև հիմա իրար տուն ենք գնում գալիս։ Շատ ջերմ հարաբերություններ են ու դա շատ ճիշտ է։ Մենք գիտենք, որ նա երբեք մենակ չէ, եթե մի հարց լինի, տղաս ու մեր ամբողջ ընտանիքն իր կողքին են, ու չէ որ դա էլ է մարդուն ուժ տալիս ապրելու։ Երբ Մարտիրոսի հետ ամուսնացանք, երկար ժամանակ նրա աղջիկներն ինձ այսպես չէին ընդունում։ Ամեն ինչ արեցի, որ դառնանք ամենամտերիմ, ամենահարազատ մարդիկ, ու դա այդպես էլ եղավ։ Հիմա նրա աղջիկներն իմ աղջիկներն են, գալիս են մեր տուն, մնում են։ Ես հիմա էլի թոռնիկներ ունեմ, իրենք ինձ հարազատ մարդիկ են, իմ երեխաներն են, բայց այդ ճանապարհը պետք է կարողանայինք անցնել։ Ժամանակ եւ համբերություն է հարկավոր դրա համար։ Իմ եւ Գյորգիի բաժանությունը որդիս էլ շատ ծանր տարավ։ Իհարկե Կիմիչի ցանկությունը չէր, որ շփվի ընտանիքի հետ, բայց բավական երկար ժամանակ էր պետք հարաբերությունները վերականգնելու համար։ Ամեն ինչ արեցի, որ իմ տղան նրա հետ շփվի, նույնիսկ ասացի՝ Վանյա ջան, կգնաս մի քիչ պապայի մոտ ապրես, ու նա գնաց, միասին ապրում էին մի որոշ ժամանակ, ես արդեն Մարտիրոսի հետ էի այդ շրջանում, բայց մինչև կամուսնանայինք մի օր իմ տղային հարցրի՝ Վանյա ջան, օրինակ եթե ես հանդիպեմ մեկին, ում կսիրեմ եւ կուզեմ ամուսնանալ, դու ինչ կանես։ Նա նայեց աչքերիս մեջ ու ասաց. Մամա ջան, ես ուզում եմ, որ դու միայն երջանիկ լինես։ Գիտեք ոնց ուզվեցի այդ պահին, նա դեռ 14 տարեկան էր, իսկ հետո բոլորովին դժվարություններ չեղան մի հարկի տակ ապրելիս, միանգամից ընկերներ դարձան։ Դե Մարտիրոսը հետաքրքիր անձնավորություն է, նրա հետ ամեն ինչի մասին կարելի է խոսել։ Ամեն տարիք պիտի սիրով ընդունես, ինձ որ հարցնում են քանի տարեկան եմ, ասում եմ 35.5 երկու անգամ։ Դու քո կերպարը հայելու մեջ պիտի սիրես, ինչպիսին ուզում է լինի, որովհետև դրա հետ չես կարող պայքարել։ Տարին մեկ անգամ թեթև էսթետիկ միջամտություններ եմ անում, դիմակներ եւ այլն, բայց զարմանում եմ, որ այդ ամբողջը հիմա երիտասարդ աղջիկներն են անում։ Չէ որ մի տարիք պիտի գա դրա համար, ինչու այդքան շուտ անել ու փչացնել ամեն ինչ։ Պլաստիկ վիրահատությունն այնպիսի բան է, որ թաքցնել պարզապես հնարավոր չէ։ Եթե պլաստիկ միջամտություններ արած լինեի, վստահ եղեք ամբողջ քաղաքը կիմանար այդ մասին, եւ ես չէի կարող հերքել, բայց ես անկեղծ կլինեմ, վախենում եմ նման միջամտություններից։ Ինձ խորհուրդ են տվել վիրահատել կոպերս, բայց չնայած ցանկություն ունեմ, վախենում եմ դիմել այդ քայլին։ Պարուհու խոսքով իր տեսքի հետ կապված աղմուկ էր բարձրացել, քանի որ ինքը փոխել էր սանրվածքը, հանդես էր եկել վառ դիմահարդարմամբ, որը գուցե շատերի համար անսովոր է եղել։ Տիկին Դևոյանը հավելել էր, որ լրջորեն զբաղվում է իր մաշկի խնամքով, հաճախ դնում է դիմակներ եւ այն կարծիքին է, որ կինը միշտ պետք է խնամված տեսք ունենա։
Հաճախ են հարցնում, ինչպես է ինձ հաջողվել պահպանել երիտասարդ տեսքս, գեղեցկությունս, ինչպես է պատահել, որ տարիներն անցել են իմ կողքով։ Պատասխանը մեկն է՝ հարկավոր է ապրել սիրո եւ բարության մեջ։ Երբ մարդու հոգին երիտասարդ է, սիրտը ուրախ, այդ ամենն անմիջականորեն անդրադառնում է նաեւ նրա արտաքինի վրա, եզրափակել էր Տիկին Դևոյանը։ Պետք է սովորել կյանքում իմանալ ու տարանջատել կարևորն անկարևորից։ Մեկի համար կարևոր են ընտանիքը, ընկերները, մյուսի համար աշխատանքը։ Երբ մարդ իր մեջ դա հասկանում է, այդ ժամանակ կարող ենք ասել, որ նա երջանիկ է։ Երբ մարդ ներքուստ ուրախ է, այդ ամենը արտացոլվում է նրա աչքերում, արտաքինի մեջ։ Նա քայլող լույս ու սեր է դառնում, ով անտարբեր չի թողնում ոչ ոքի։ Դրա համար բավական է ընդամենը մի բան՝ սեր։ Մարդիկ սեր պետք է կրեն իրենց մեջ։ Հիշեցի մի դրվագ, երբ Իսպանիայում էի, ինձ հրավիրեցին գարեջրատուն, որտեղ կողքի սեղանին նստած էր մի կինո, ով մեղմ ասած շատ տգեղ էր։ Այդպես էր թվում իմ աչքին։ Լռություն տիրեց ու միացավ երաժշտություն։ Ես իմացա, որ այդ կինը շուտով պետք է πάρի եւ մտքումս արդեն ինձ համոզում էի, թե ինչպես եմ հետևելու նրան։ Երաժշտության առաջին նոտաները խփեցին ու այդ կինը բեմ դուրս եկավ։ Ֆլամենկո էր պարում։ Ես շուրջս ամեն ինչ մոռացա, տարվել էի այդ կնոջ պարով, անգամ զգացի, որ շունչս կտրվում է։ Այդ կինն իմ աչքին ակնթարթի մեջ վերափոխվեց ու դարձավ ամենագեղեցիկը կանանց մեջ։ Ես ծանոթացա նրա հետ, շատ տարիներ անց իմացա, որ ես տեսել եմ աշխարհահռչակ պարուհիներից մեկին։ Ուզում եմ ասել, որ մեր կյանքում կան մարդիկ, որոնց հետ խոսելիս կարող ես հիասթափվել, եւ կան մարդիկ, ովքեր ոչինչ չեն անի քեզ դուր գալու համար, պարզապես կանցնեն կողքովդ, եւ դու կզգաս մեծ չափաբաժնով ջերմություն, կստանաս անասելի մեծ էներգիա։ Պատահական չէ, որ ես իմ խոսքում նշեցի երջանիկ մարդ լինելու հանգամանքը։ Հենց այսպիսի մարդիկ են կյանքում երջանիկ լինում, իսկական, անկեղծ ու էներգիայով լեցուն։ Սոֆի Դևոյանն անկեղծանում է, որ գտել է իրեն երջանիկ զգալու կերպը։ Ես շատ երջանիկ եմ, որովհետև անում եմ այն, ինչ սիրում եմ։ Եթե կա քո մեջ սեր որևէ գործի հանդեպ, դու անկարելի է, որ դա վատ անես, չես կարող չստեղծագործել։ Ես իմ կյանքն առանց արվեստի չեմ պատկերացնում, առանց պարի, կինոյի, նկարչության։ Իմ բոլոր զգեստների հեղինակն էլ եմ հանդիսանում ես։ Ու դա ոչ այլ ինչ է, եթե ոչ մտքի թռիչքի արդյունք։ Ես արվեստի մեջ ապրող այդ աշխարհը գնահատողներից եմ։ Ինձ անասելի բարդ է թվում այն հարցը, թե ինչ է պարը, այն իմ կյանքն է, իմ սերը։ Ես ուզում եմ, որ կյանքում ոչ ոք չիմանա, թե ինչ է նշանակում հոգնել աշխատանքից։ Ինքս առաջնորդվում եմ այդպես, երբ պար եմ բեմադրում, մոռանում եմ ժամանակի սնվելու մասին, որովհետև հոգևոր այդ զգացողությունները, երբ աշխատելիս ստանում եմ, ավելի մեծ բավականություն եմ պարգևում ինձ։ Երբ հետահայաց նայում եմ իմ ճանապարհին ու համեմատում այսօրվա հետ, հասկանում եմ, որ մեր օրերում կան բազում հնարավորություններ։ Իմ ժամանակ ինձ ոչ մեկ հնարավորություն չի տվել պար բեմադրելու, իսկ ես անում եմ հակառակը, հավատում եմ մարդուն, դա ամենակարևորն է։ Առաջին անգամ չի ստացվի, երկրորդ անգամ չի ստացվի, իսկ երրորդ անգամ արդեն նրանք կստեղծեն բեմադրություն, որը կունենա միտք, դրամա, ինչը ոչ այն կվերածվի նաև հեքիաթի։ Ես ուզում եմ, որ իմ սաներն անցնեն իմ ճանապարհը, զգալով բեմում գտնվելու հաճույքը, որովհետև բեմը անսահմանություն է, որի մեջ կաս միայն դու, նշել էր Սոֆի Դևոյանը։